Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ խոսելու ենք ոչ միայն մշակույթից։ Այսօրվա հյուրս ռեժիսոր Սարգիս Արզումանյանն է։ Ինչպե՞ս եք Սարգիս։ Լավ, շնորհակալություն, ես էլ եմ ուրախ, որ ձեր հյուրն եմ։ Սարգիս, ձեր թույլտվությամբ ես այսօր նաեւ խոսելու եմ քաղաքականությունից, քանի որ դուք, ինչպես գիտենք, դուք կուսակցության ցուցակով падգամավորի տեխնացու եք, հետևաբար շրջանցել քաղաքականությունը ես չեմ կարող եւ առհասարակ այն ամենը ինչ կատարվում է այսօրվա մեր իրականությունում, մեր քաղաքականությունում, կարծում եմ պետք է ամեն րոպե բարձրաձայնենք։ Մեկնաբանելու կարիք չկա, որովհետեւ քաղաքական ուժերը իրենց անցուդարձով, իրենց նիստուկացով, իրենք մեկնաբանում են առհասարակ այսօրվա քաղաքական վիճակը։ Ավելի կոնկրետացնեմ, այն քաղաքական ուժերին կուզեի անդրադառնալ, որոնք որ դարձան իշխող ուժ եւ այն երկու քաղաքական ուժին, որոնք որ համաձայնեցին վերցնել մանդատները։ Իրենք մեկնաբանում են այս ամեն ինչը եւ մնացած այն ուժերը, ովքեր որ չանցան խորհրդարան, իրենք էլ այս մեկնաբանություններին տալիս են ավելի խիտ գույներ։ Հիմա մի քիչ ավելի բաց ենք փակագծերը, որովհետև այս քաղաքականությունը, ներկա իրավիճակի քաղաքականությունը ընդունելի չի ոչ մի ուժի կողմից։ Սկսած իշխանության կողմից, վերջացած 1% հավաքող իշխող ուժի քաղաքական ուժի կողմից, որովհետև բոլորն ասում են, որ ընտրությունները կեղծվել են։ Այո։ Իսկ ընտրությունները եթե կեղծվել են, այսինքն պետք է չհամարել առհասարակ, որ հիմա մենք ունենք լեգիտիմ ընտրություններ։ Մենք չունենք լեգիտիմ ընտրություններ, դա փաստ է, որը որ փորձեցին 7 քաղաքական ուժ Սահմանադրական դատարան դիմելով արձանագրել այդ փաստը։ Դուք ձեր քաղաքական ուժով, ձեր քաղաքական կուսակցությունով եւս այնտեղ եք։ Այո, քաղաքական դոկ կուսակցությունը եւս դիմել էր Սահմանադրական դատարան, բայց նաև մենք հայտարարել ենք, որ ոչ մի ակնկալիք էլ ամեն դեպքում չունենք Սահմանադրական դատարանից, բայց դա ընդհանրապես գործիք էր, որից որ պետք է օգտվել, որը որ պետք է անել։ Բայց եւս մեկ անգամ եկեք արձանագրենք, որ մենք չունենք այսօր քաղաքական դաշտում ոչ լեգիտիմ ընտրություններ։ Բայց Սահմանադրական դատարանը կայացրեց ոչ մի կողմի համար, բացի իշխանության կողմից, ոչ մի կողմի համար ընդունելի վճիռ։ Բայց երկու օր անցավ այդ երկու ուժը Հայաստանը եւ Հայաստան դաշինքը իրենց համար ստեղծեցին նոր խաղի կանոններ եւ այդ վճիռը իրենց համար դարձրեցին ընդունելի ու որոշեցին նաեւ վերցնել մանդատները։ Եթե իրենց համար ընդունելի չէր այս ամեն ինչը, այսինքն ընտրությունների արդյունքները, հարց առաջանում ինչու եք վերցնում այդ մանդատները։ Ճիշտ է, ասում են, որ դա իրենց տալիս է հնարավորություններ այս իշխանությանը հեռացնելու եւ այլն, մենք կարող ենք փաստել մի հանգամանք, որ դրանից առաջ եւս կային 2-3 քաղաքական ուժ, որը որ նորից նույն բանն էին ասում, եկեք մենք մնանք ազգային ժողովում, որպեսզի կարողանանք հեռացնենք։ Հիմա նույն սցենարն է գնում, բայց արդյունքում մենք չենք ունենալու, ամեն դեպքում չենք ունենալու մենք այդ արդյունքը։ Գիտեք, ես իրենց կոչում եմ պարլամենտական ընդդիմություն, այսինքն զուտ պարլամենտում նստելու, պարլամենտում ցույց տալու, որ իրանք որևիցե բան են անում, բայց ինչպես ցույց տվեց մեր 5 տարիների դաժան փորձը, ոչինչ չեղավ բացի այն, որ իրենք իրար նվաստացնելով, ծեծելով, հրելով, շիշ շպրտելով, հայհոյելով 5 տարին լրացրեցին, ստացան պարգևավճարներ, ստացան աշխատավարձեր, գնացին գործողումների պետության հաշվին եւ այդպես էլ ոչինչ չլուծեցին։ Այդ 5 տարիների ընթացքում մենք կորցրեցինք ամբողջական Արցախը, մենք ունեցանք 150,000 արցախցիների գաղթ, մենք ունեցանք տնտեսական անկում, մենք ամեն ինչ այդ 5 տարի, այսինքն այդ ընդդիմությունը որպես այդպիսին իր գործողությունը, իր վրա դրված վստահությունը, որը տվել էր քաղաքացին, այդպես էլ չարեց։ Ավաղ ես մեծ մտավախություն ունեմ, որ նույնը կարող ենք տեսնել այս անգամ։ Դուք ինչպես եք կարծում, կարող են արդյոք ուժեղ Հայաստանը, որը վերցրեց մանդատը, այն մյուս կարող են արդյոք ինչ-որ բան փոխել։ Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի բան չեն կարող փոխել, վստահաբար եմ ասում, եթե փոխելու հնարավորություն լիներ գետ 1
մի շանս լիներ, դա կարվեր մինչև 2026 թվականը, որովհետև Հայաստան դաշինքը մինչև 2026 թվականի ընտրությունները իրենք խորհրդարանում էին։ Իրենք կարող էին ինչ-որ մի բան Բա ինչու չարեցի։ Ով էր իրանց խանգարում։ Ձևը չկա։ Հիմա նույն խոսենք ուժեղ Հայաստան դաշինքի մասին, որ Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ մենք գնում ենք խորհրդարան. Եթե մենք չգնայինք, ավելի ճիշտ, ով էր այնտեղի կնոպկեն սեղմելու, որ այս իշխանությունը հեռանա։ Արելա նման հայտարարություն, այսինքն դուք գնում եք ազգային ժողով, որ այնտեղ սեղմեք այդ կնոպկեն, որ իշխանությունը հեռանա, այսինքն 5 տարի կային այդ կնոպկա սեղմողները, թող սեղմեին, թող այդ իշխանությունը հեռանա։ Նախքան կնոպկա սեղմելը Սարգիս ջան, մենք ունենք իմպիչմենտի խնդիր, իմպիչմենտ առաջ քաշեցին եւ այլն, դա էլ չարեցին, հենց այդ ընդդիմադիր ուժը, պարլամենտության ընդդիմադիր ուժը, դա չկազմակերպեց։ Հետո դե լավ, գիտեք ինչ տեսակ, որ ոնց որ կներեք ռուսերեն բառից համար մարդկանց ադալժենիա անեին, դե լավ, անում ենք, բայց մենք չունենք այդքան ձայն, մի խոսքով ոչ մի հստակ քայլ, գործողություն, այնուհանդերձ ընտրողը չտեսավ այս տարիների ընթացքում։ Այո, համաձայն եմ, որովհետև հիմա նույն impeachment չի լինելու, ոչ մի բան չի լինելու։ Նորից գա ուժեղ Հայաստան, ինչ են կենտրոնանում, որովհետև ձայների մեծամասնությամբ իրենք են ընդդիմադիր առաջին տեղում, հա։ Դրա համար ինչ են ասում իրենք, ասում են մենք կհավաքենք ժողովրդին, հիմա վերադառնալով փողոցային պայքարի մասով, հա, մենք ժողովրդին կհավաքենք, մեկ անգամ դուրս կգանք փողոց եւ կանենք մենք իշխանափոխություն։ Հիմա այդ մեկ անգամվա համար ձեզ ինչքան մարդ է պետք լինելու։ Մենք այս ընթացքում, այս 5 տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ հրապարակները լցվել են բազմահազարանոց մարդիկ։ Եթե դու գիտեիք այդ մեթոդը, որ կարելի է մարդկանց թվով անել որոշակի գործողություններ եւ այս իշխանությանը հեռացնել, այդ ժամանակ գայիք հայտնվեիք, կանգնեիք, ասեիք, մենք ժողովուրդ ջան գիտենք այդ ձևը, եկեք այսօր անում ենք այս քայլերի հերթականությունը եւ փոխում ենք այս իշխանությանը։ Այսինքն սա եւս մեկ խաբուսիկ գործողության ձև է, որ այս մարդիկ ուզում են նորից 5 տարի գլորեն։ Ես ներքին համոզմունք ունեմ նաև, որ սա լավ էր պայմանավորված է իշխանության հետ, ներքին համոզմունք ունեմ, եթե չլիներ այսպիսին, այս մարդիկ կանեին ավելի վստահ, ավելի ռադիկալ քայլերի կդիմեին, որը որ կբերեր իշխանափոխություն։ Նաև հայտարարում էին, որ հաջորդ վարչապետ լինելու է Սամվել Կարապետյանը։ Ինչի իրավունքը ըստ օրենքի ինքը չուներ։ Իսկ ու է Սամվել Կարապետյանը, բայց ինչի հաջորդ վարչապետը չէ։ Այսինքն բառեր են, հայտարարություններ են, որոնք վստահաբար ժողովրդի ականջը շոյելու համար մանդատ վերցնելու խնդիրներ, որը որ այսօր իրանք հասան իրենց նպատակին եւ վերցրեցին այդ մանդատները։ Սարգիս ջան, բայց եկեք մի հատ օրենքով խոսենք, հա, ըստ օրենքի Սամվել Կարապետյանը ոչ մի կերպ չէր կարող մանդատ վերցնել, ելուր մնաց լինել վարչապետ։ Այսինքն այո, ես միանշանակ կիսում եմ ձեր այն կարծիքը, որ սա ժողովրդի ականջը պարզապես շոյելու, ականջին ինչ-որ բաներ կախելու միտում էր։ Եվ այն կարծիքը, որ պայմանավորվածություն կա ներկայիս իշխանության եւ ընդդիմության, արդեն ընդդիմությունը ես ճակերտների մեջ թերևս այսուհետ օգտագործեմ ընդդիմության մեջ, դա միայն ձեզ մոտ չի։ Ես նման կարծիքներ շատ եմ լսել, թե քաղաքական գործիչների կողմից, թե մշակութային, թե պարզապես սովորական քաղաքացիների կողմից, ովքեր իսկապես այս անգամ մենք եկեք փաստենք, որ ունեցանք բացառիկ ընտրություններ։ Բոլորը համարյա շատերը մասնակցել են ընտրություններին։ Այսինքն այն միտքը, որ ժողովուրդը իսկապես ցանկանում էր փոփոխություն, դա անհերքելի է։ Բնականաբար։ Ու ժողովրդին բոլորը ասում էին, առաջարկում էին, որ լինելու է փոփոխություն, նորից վերցնենք այդ բառը ուժեղ Հայաստանի կողմից, մենք գնում ենք դեպի փոփոխության։ Իսկ մենք ինչ տեսանք արդյունքում, ոչ մի բան չտեսանք, ոչ փոփոխություն տեսանք, ոչ իշխանափոխություն տեսանք, բացի ընտրակեղծիքներից ուրիշ ոչ մի բան չտեսանք։ Այսինքն նորից նույն բաները տեսանք, ինչ որ տարիներ շարունակ 30 տարի մենք տեսնում ենք, ոչ մի բան մեր կյանքում, մեր ժողովրդի կյանքում ոչ մի բան չփոխվեց։ Այսինքն մենք ապագայում եւս 5 տարի մենք մեր կյանքում բարեկեցիկ բառից կարող ենք հրաժարվել, այսինքն ոչ մի բան մեր ժողովրդի համար դեպի դրական չի գնալու, հակառակը մենք ինչ որ կորցրեցինք վերջին տարիներում կրկնապատկվելու է, եռապատկվելու է, քանի է ժողովուրդը հավատում է նման մարդկանց, քանի ցավալիորեն եմ ասում ես ամեն ինչը իհարկե, քանի դեռ չի տարբերակում ճիշտ խոսքը սուտ խոսքից, չի տարբերակում այդ քաղաքական գործիչներին, որ տարբեր դեպքերով նույն մարդիկ են գալիս։ Բայց գուցե ժողովուրդը այլևս ճար չուներ, բառս կներեք,
հույս էլ ինչ անի, լավ, այդ խեղճ ժողովուրդը ինչ անի։ Այդ Ում ընտրի, լավ, այլ ընտրանք Այդ ժողովրդի ճարը արդյոք ուժեղ Հայաստանն է գլխավորությամբ կապ չունի այդ մարդը ուներ օրենքով սահմանված կարգով լինելու վարչապետ ուժեղ Հայաստանն էր թե Հայաստան դաշինքն էր դա էր ժողովրդի միակ տարբերակները Սարգիս, եթե ձեր կուսակցությունը Դոք կուսակցությունը քանի տոկոս ձայն էր հավաքել։ Մոտ 2% չանցավ 2%-ը։ Ստացվում է, որ այնուհանդերձ Դա պաշտոնական ես տվյալն եմ ասում, մենք բնականաբար համաձայն չենք այդ թվի հետ, որովհետև մեզնից գողացել են շատ ու շատ ձայներ, վերահաշվարկի արդյունքում մեր թվերը նորից պակասեց։ Նորից պակասեց, ու այդ թվերը, որոնք մեզնից պակասեց, շատ կոնկրետ, թղթով եմ ես ասում պաշտոնական, այդ ձայները գնացին ԿՊ-ին։ 819 ձայն մեզնից պակասեց եւ ավելացավ ԿՊ-ի կողքը։ 819 ձայն ԿՊ-ին ավելացավ։ Ինչ եք ասում։ Այս պաշտոնականն եմ ասում, իսկ ոչ պաշտոնականը պատկերացրեք ինչքան ձայներ, ինչքան տեղերում ա եղել, ինչքան մարզերում, ինչքան գյուղերում ա եղել, որ մարդիկ մենք գիտենք մարդիկ, ովքեր որ գնացել են 15 համարի քվյա թերթիկը չի եղել դրված։ Եվ եղել են բողոքներ, ասել են վայ վերջացել է, վայ չգիտեմ ես ինչ, բայց հետո բերել է։ Դե բնականաբար ոչ, այդ մարդիկ ամեն ինչ արել են, որ չլինի 15 համարի քվյա թերթիկը։ Այսպիսի շատ ու շատ խոչընդոտներ ա եղել, որպեսզի դոք կուսակցությունը չունենա անցողիկ շեմը չհաղթարի ավելի ճիշտ, հա, ել չեմ ասում գա իշխանության, դրա վառ ապացույցներից մեկն է Վարդան Ղուկասյանին կալանավորելը, որպեսզի Վարդան Ղուկասյանը չկարողանա իր թիմի հետ լինի, կարողանա լիարժեք քարոզարշավ տանել Հայաստանում եւ կարողանա ժողովրդին իր շուրջը համախմբել եւ կարողանա կատարել ժողովրդի բաղձալի երազանքը իշխանափոխություն տեղի ունենա։ Այս ամեն ինչը շատ կոնկրետ մարդկանց կողմից, ավելի կոնկրետ այսօրվա իշխանության կողմից արվում են որոշակի գործողություններ, որ հնարավորինս երկար կարողանան պահել Վարդան Ղուկասյանին Ամերիկայի կալանավայրում։ Բայց ինչպես հայտնեց ձեր կուսակցության շտաբի պետը Լևոն Բաղդասարյանը, բոլորին վերջերս մեր տաղավարում կրկին հյուրեր, ասաց, որ կան հույսեր, որ Վարդան Ղուկասյանը շուտով կունենա այդ ազատությունը, ինչ է կարծում։ Հույսեր միշտ կան, բայց հույսն ու իրականությունը իրար հետ համեմատելի չեն, որովհետև միշտ ունենք հույս ունենք, որ այս երկիրը լավ կլինի, բայց հույս ունենք։ Արի ու տես նորից լինում է այն ինչ որ լինում է։ Մենք իրականությանը մի քիչ պետք է նայենք ավելի իրատեսական, որովհետև հիմա տեսեք, բեկանվել է առաջի ատյանի դատավորի որոշումը Ամերիկայի մասին է խոսքը Վարդան Ղուկասյանի մասին եւ նորից նույն գործը գնացել է նույն դատավորի մոտ քննելու Շատ տարօրինակ է, չէ՞, ոնց կարող է տենց բան։ Դե հիմա դա էլ դուք եք ասում։ Հիմա մենք ինչ պիտի ակնկալենք մի մարդուց, մի դատավորից, ով որ արդեն ունեցել է մեկ անգամ որոշում կայացնելու հնարավորություն եւ այդ մարդը Վարդան Ղուկասյանին տարի ու կես պահել է կալանավայրում։ Հիմա նորից ինքը պիտի քննի, ասի ես սխալ եմ եղել, չի կարող ասել։ Բնականաբար դատավորը չի ասելու, որ ինքը սխալ է եղել։ Մենք դրա համար առաջիկայում կփորձենք որոշակի գործողություններ անել, դիմել համապատասխան պատկան մարմիններին, որպեսզի գոնե կարողանանք դատավորին փոխարինել այլ դատավոր փորձի քննել, տեսնենք ինչի կհասնենք, երևի պարոն Բաղդասարյանը սրա մասին է ասել, հույսի առումով եմ ասում, հուսանք փոխվի դատավորը եւ օրենքը կասի իր ասելիքը եւ պարոն Ղուկասյանը շուտ կազատվի։ Սարգիս, տեսեք, օրեր առաջ ինչ եղավ։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ եղավ կոնկրետ հետապնդում, թե նրա գործունեության, թե նրա բիզնեսների, տարածքների։ Արդարացի է դա թե ոչ, ես չէ որ պետք է ասեմ եւ թողնենք քննությունը ամեն ինչ ժամանակին իր տեղը ցույց կտա։ Բայց դաժանությունը մարդկային Խոսենք մի քիչ մարդկայինից, հա, որովհետև մենք ամբողջապես տվել ենք քաղաքականություն, ֆինանս, ճիշտ, օրենք եւ այլն, բայց մի շատ կարևոր գիծ հայի մեջ որ միշտ եղել է, խիղճը, մարդկությունը, ջիգարը, մի տեսակ ոնց որ փչացել է կեսից, ինչի է փչացել չեմ հասկանում։ 70 տարեկան մարդուն, ով իր տան մեջ պատրաստ է ընդունել օրենքի աշխատողներին տապալում են գետնին 70 տարեկան մարդուն, ով չի ընդդիմանում, ով չի
պայքարում, ով չի խփում, ով չի գոռում, հա։ Այդ շոուն մի անգամ էլ ենք տեսել, մի քանի անգամ էլ ենք տեսել, որից հետո կենթանիներին են տանում։ Նրա սեփական ուրեմն կենթանիներին տանում են, ինչի իրավունքը ըստ փաստաբանների ինքը ունեցել է, որպեսզի ունենա կենթանաբանական փոքրիկ այգի ըստ օրենքի, կենթանիներին վերցնում են, տանում են եւ ցավոք առյուծը սատկում է։ Այսօր ենք ասել, այսինքն կենթանին, անմեղ կենթանին դառնում է քաղաքականության զոհ։ Մնում է մի հատ էլ կողքից այսպես ճմկտեն, ասեն, թո մի քիչ էլ քեզ ցավա։ Էլ ինչ անեն, լավ։ Ճիշտ ասած, ես չեմ զարմանում ու այսպես ասած չեմ էլ հուզվում, ոչ մի բան ինձ մոտ ոչ մի բան չի փոխվում, ինչի համար հիմա ասեմ, որովհետև այդ անողը ով է։ Անողը այսօրվա իշխանությունն է, ով որ 2020 թվականին իր համար նորմալ է եղել Արցախյան պատերազմը։ Երբ որ 5000 եւ ավելի տղաներ զոհվեցին, դա եւս քաղաքականություն էր։ Հիմա ինչի մասին ենք խոսում։ Ես համաձայն եմ։ Երբ որ այդքան մարդ զոհվեց, ոչ մի բան իր համար չփոխվեց կյանքում, որպես իշխանություն։ Այսօր մեկ, այսպես ասած, առյուծ, եթե իր համար 50 անց մարդ այս կողմ են կողմ հաշվի մեջ նորմալ է։ Չէ, հիշեցի, գիտեք ինչ հիշեցի, որ ասեց գերիները մեզ կսպասեն 2 ամիս։ Բայց տեսեք, մենք մարդկային արժեքը, եթե իր համար ոչ մի բան է, կենթանին ինչ պիտի լինի։ Հիմա վերադառնալով Գագիկ Ծառուկյանի մասով ասեմ։ Գագիկ Ծառուկյանը նոր չէ, որ ունի այդ տարածքը։ Նոր չէ, որ ունի այդ կենթանիները։ Նոր չէ, որ ինքը ինչ ասեմ, ունի այդ հյուրանոցները, չգիտեմ, կոնյակի գործարանը, Արարատի ցեմենտը, չգիտեմ, եւ այլն եւ այլն։ Բայց ինչ է այս ամեն ինչը։ Սա վատ խաղ է։ Շատ վատ խաղ է հանրության համար։ Էլի ցույց տալու համար, որ մենք տեսեք օրենքի շրջանակներում որոշակի գործողություններ են կանում։ Սա ժողովրդին հիմա իրենց կողմից ժողովրդի աչքը շոյելու համար որոշակի երևի թե որոշակի գործողություններ հիմա պետք է անեն, սա իրենց ձեռագիրն է, հա, շեղելու համար, գուցե հիմա ինչ որ դռների հետևում ինչ որ բաներ է ստորագրվում, մենք տեսել ենք նմանատիպ բան։ Այստեղ Հայաստանում կատարում է ինքը որոշակի աղմկահարույց գործողություններ եւ ինչ որ միտեղ կուլիսներում ինքը անում է որոշակի ինչ որ գործողություններ։ Սա եւս մեկ անգամ անազնվության մասին է խոսում, այս իշխանության անազնիվ խաղի մասին է խոսում, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը նորից եմ կրկնում, նոր չէ, որ այդպիսին է։ Եվ այս իշխանությունը նոր չէ, որ իշխանություն է։ Բնականաբար մենք ժողովուրդս բոլորս 18 թվականին բոլորը մեծամասնությունն եմ ասում, եթե ոչ 90%-ը Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրին բերեց իշխանության, որպեսզի այդ բարքերը չլինեին։ Այդ բարքերը չլինեին։ Բայց հիմա Նիկոլ Փաշինյանը պահեց այդ ամեն ինչը, եկել է 2026 թվականին նոր այդ ամեն ինչը փորձի մաքրել։ Բնականաբար ոչ, բնականաբար, տեսեք, հիմա նույն վերցնենք Սերժ Սարգսյանը, Սաշիկ Սարգսյանը, նույն կատեգորիայի մարդիկ են, հա, ժողովրդի համար մեծամասնության կողմից եմ ասում, որ ընդունելի չեն այս մարդիկ։ Հիմա այդ ընտրովի չի կարելի այսօր, երբ որ մտել է քաղաքական պայքարի մեջ Գագիկ Ծառուկյանը, փորձենք Գագիկ Ծառուկյանին ոչնչացնել։ Եթե Սերժ Սարգսյանը այս ընտրություններում չի մասնակցել, Սերժ Սարգսյանի մասին ոչ խոսում ենք, ոչ փորձում ենք որոշակի գործողություններ անենք եւ այլն եւ այլն։ Այն ժամանակ 18 թվականին Սերժ Սարգսյանը խաղի մեջ է, Սերժ Սարգսյանին փորձում էինք սևացնել, բայց դրանից հետո խաղից դուրս եկա, ոչ մի բան չենք անում։ Այսինքն անընդհատ մենք փորձում ենք, ով փորձում է մտնել քաղաքական պայքարի մեջ, այս մարդկանց տանում ենք ոչ ազնիվ Նույնը ձեր ղեկավարի հանդեպ եղավ։ Բնականաբար դրա մասին էլ խոսեցինք մենք։ Հիմա Գագիկ Ծառուկյանին ազնիվ չի, ոչ մի տիպի, ոչ մարդկային առումով, ոչ քաղաքական առումով անազնիվ պայքար է մղվում։ Ինչպես դուք եք ասում, 70 տարեկան մարդուն գետնին տապալելը, փորձել դա նկարել, հանրայնացնել ու ժողովրդի կողմից բրավոներ ստանալը, բայց արդյոք ստացան բրավոներ։ Դե իրեն զանգվածի կողմից բնականաբար պետք է ստանան։ Որովհետև որքան որ ես հետևեցի, շատերին դա դուր չէր եկել։
Դե դա գիտակից մարդկանց, որովհետև գնալով փորձում են մարդկանց գիտակցությունը որոշակի գալ այն գիտակցության, որ տեսնում են արդեն տարբերակում են այդ շոուները, նույն եկեք հիշենք Մանվել Գրիգորյանի դեպքը, հա, Տուշոնկաների պատմությունը, սա մի Տուշոնկա երկրորդ Ճիշտ եք ասում, ես երեք այդ մասին նույնպես ասել եմ։ Բայց Գագիկ Ծառուկյանինը սա երկրորդ դեպքն է, մի անգամ էլ է եղել, նորից նկարահանել էին, նորից մեքենաներն էին ցույց տվել, այսպես կապոցներով փողերն էին ցույց տալիս եւ այլն եւ այլն եւ այլն։ Ուզում եմ ասել, մեկ անգամ նույն այդ ԱԱՑ-ն մտել էր այդ տարածք ու տեսել էր այդ ամեն ինչ։ Ու ոչինչ չէր գտել, նորից բաց էին թողել։ Նույն այդ կենթանիներին չէր տարել կենթանաբանական այգի, հա։ Իրանք չէին տարել, այդ կենթանիները այն ժամանակ էլ կային, այդ ո՞նց է լինում, այն ժամանակ դուք այդ գործողությունը չեք կատարում, հիմա անում եք, ո՞րն է խնդիրը։ Այս սրանք այս ամեն ինչը միանշանակ մտածելու առիթներ են տալիս, ել եմ ասում, ազնիվ չի։ Ոչ մի բան այստեղ ազնիվ չի լինում, բնականաբար այս մարդկանց հավատալ պետք չի։ Իրենց ցանկացած ամենօրյա քայլով իրենք ոչնչացնում են իրենց։ Ինչքան էլ իրենք փորձեն հայտարարել, որ ով գա ԱԺ իրենց քաղաքականապես կոչնչացնեն, իրենք ամեն օր իրենց գործողությունները իրենց ոչնչացնում են։ Գիտեք, ձեր ոչ մի բառի հետ չհամաձայնել չեմ կարող։ Ամեն բառի տակ ես ստորագրում եմ, որովհետև նույն այդ օրինակը, որ դուք բերեցիք, գեներալի հետ կապված, ես դա երեք եմ ասել։ Սա ոնց որ օպերացիայի երկրորդը լինի։ Որ чтобы никто не догадался, լրիվ այդ սցենարով գնում է։ Սարգիս, իմ տաղավարում շատ խելացի, շատ հեղինակավոր արվեստագետներ են եղել, որոնց հետ եթե ես ցանկանում եմ խոսել քաղաքականությունից, ասում են արդեն դրսում, երբ տեսախցիկը չկար, խնդրում են քաղաքականությամբ մենք չենք զբաղվում, չենք խոսում։ Բայց եկավ ընտրությունների օրը, եւ ես տեսա, թե այդ մարդիկ, եւ այն մարդիկ, որոնք նույնիսկ հեռախոսով էին ինձ խնդրում, որ գիտեք Նանա ջան, ինտերվյու չտանք քաղաքական, հիմա չխոսենք, հələ տեսնենք ինչ ա լինում, նոր այսինքն ինչ ա նշանակում, տեսնենք ինչ ա լինում, նոր գնանք այս կողմ, գնանք այս կողմ, հա, հասկանալի է։ Եվ հետևաբար ընտրությունների օրը ես տեսա, որ այդ նույն մարդիկ, ովքեր քաղաքականությունից վախենում էին, մտան այս կուսակցություն, մտան այն կուսակցություն, սկսեցին քաղաքական հայտարարություններ անել, կոչեր անել, եկեք մեզ ընտրեք եւ այլն։ Այդ ոնց է ստացվում, Սարգիս։ Այդ ստացվում է շատ պարզ։ Ընդհանրապես շատ պարզ, երբ որ այդ մարդկանց խոստանում են որոշակի բաներ, այդ մարդկանց, որ առաջարկում են, որ դուք եթե ունեք այսինչ խնդիրը, մենք հեսա իշխանություն ձևավորի կամ մենք ԱԺ մտնենք, քո այսինչ հարցը կլուծենք, օրինակ ձեր բալկոնը առաջ կտանք, եթե ունես այդ խնդիրը, եթե ունես այլ խնդիր, այդ խնդիրը կլուծենք եւ այլն եւ այլն։ Առևտուր ենք անում։ Բնականաբար, սրանք ընտրակաշարքի մեխանիզմներ են, պարտադիր չի դա լինի գումարով, հա, սրանք խոստումներ են ընտրություններից հետո կատարելու։ Այս նոր ձևեր չեն, ճիշտ ասած ես դա չէի ուզի բարձրաձայնել հիմա որ դուք ասում եք, որովհետև դա պատիվ չէ, իսկապես պատիվ չէ արվեստագետին։ Բրավո։ Դա պատիվ չէ արվեստագետին, արվեստագետը պետք է լինի սկզբունքային, կամ այսպես եւ վերջ։ Երբ որ արվեստագետը սկսում է սպասել որոշակի քամին որ կողմից պետք է տեսնենք ինչ ա լինում, հասկանանք ինչ ենք անում, այլ հակառակ արվեստագետը ինքը պետքա լինի թելադրող, արվեստագետը պետքա լինի առաջամարտիկ, արվեստագետը պետքա հանրությանը համախմբի եւ ճիշտը տարածի, ասի ոչ թե առհասարակ քաղաքական ուժի շահերի ճիշտը, այո, այլ իրական ճիշտ մասին պետք է ինքը հանրությանը տեղեկացնի, որովհետև արվեստագետը ինքը այս տարածքի հանրության մեջ գտնվող երևույթների ինքը մի հատ այնպիսի ֆիգուրա, որ դա գիտեք ինչա, ոնց որ ասած կրոնում եկեղեցին տենց կարողանում է համախմբել իր շուրջը, հա, արվեստագետն էլ այսպիսի մի հատ ֆիգուրա, որը որ պետքա կարողանա ժողովրդին համախմբել եւ իր ետևից տան։ Դրա համար ինձ համար մի քիչ ցավալի է ձեր ասածը, որ արվեստագետները ցավալիորեն մեր իրականության մեր կողքում ապրում են նման արվեստագետներ։ Սարգիս, պատկերացեք, ես ամեն օր եմ այդ դրան առնչվում եւ ինչ իսկապես խորապես
այդպես ցավ եմ ապրում, որովհետև երբ ես զանգում եմ որևիցե արվեստագետի, որևիցե դերասանի, նկարչի, երգչի, այս բանը, որ հիմա մի բան կասի, ասում եմ, հիմա չեմ ուզում խոսալ։ Ինչևէ, Սարգիս, խոսենք մշակույթից, արվեստից, մի քիչ բան լինենք, էլի մի քիչ հանգստանանք, մի քիչ մաքրվենք, մի քիչ Դրա մասին էինք խոսում այս ամբողջ ընթացքում։ Բայց վատն էինք խոսում։ Դա չէ, քաղաքականությունն էլ է մշակույթ, ուզում եմ ասեմ, Վատ մշակույթ, այդ դեպքում։ Հա, ամեն ինչ դարձել է մշակույթ, ամեն ինչ դարձել է ժողովուրդն է արդեն իսկ ասում բոլորին պիտակավորում են դերասաններ, հիմա քաղաքական գործիչներին այս ամեն ինչը իրանցից լավ դերասան։ Այս ամեն ինչը դարձել է թատրոն, այս ամեն ինչը կրկես է եւ այլն եւ այլն։ Ուզում եմ ասեմ, հիմա մի քիչ տարբերակելն է արդեն դժվար դարձել, այդ որն է իրական մշակույթը, որն է իրական արվեստագետը Եվ ով է դերասան եւ ով դերասան չէ։ Ամեն ինչ խառնվել է մեր երկրում իրար։ Բայց այնուհանդերձ, տեսեք, ես տարիներ առաջ երբ իմ հյուրերին հարցնում էի ինչու պատմական ֆիլմեր չեք նկարում, ռեժիսորներին, տարբեր պատճառաբանություններ եմ լսել։ Հետո եկավ մի շրջան, երբ հասկացա ինչու պատմական ֆիլմեր չեն նկարում։ Գուցե ես սխալ եմ հասկացել։ Ես ուրախ կլինեմ, որ դուք ինձ ասեք, դուք սխալ եք հասկացել։ Ըստ իս, որովհետև պետք չի հիմա պատմությունը ցույց տալ։ Պետք չի սերունդը իմանալ պատմություն, իմանա նժդեհ, իմանա ով է մեր հերոսը, ով է մեր կերտողը, ով է մեր պապերի պապը, որ մեզ բերել է, հասցրել այսօրվան։ Ինչու եկեղեցական ֆիլմեր չունենք, ֆիլմեր, որի մեջ եկեղեցին կարևոր դեր ունի, որովհետև գուցե պետք չի, որովհետև դա պետական ֆինանսավորում չի ստանա եւ այլն եւ այլն։ Որպես ռեժիսոր կցանկանայի այս հարցի ձեր պատասխանը լսել։ Եթե խոսքը շատ կոնկրետ ֆիլմի մասին է, ֆիլմերը առհասարակ ստեղծվում են շատ մեծ բյուջեներով, իսկ մասնավոր կինոարտադրողները չունեն նմանատիպ բյուջեներ, որ կարողանան պատմական ֆիլմեր ստեղծեն, ինչպես որ դուք եք ասում, իսկ պետությունն էլ չի աջակցում, որովհետև յուրաքանչյուր պետություն ավելի կոնկրետացնենք մեր պետությունը, մեր երկրի այսօրվա իշխանությունը ստեղծում է իր պատմությունը, որը որ այն պատմությունը չի, ինչը որ իրականության հետ առհասարակ կապ ունի, որովհետև այդ պատմությունը այսօր խմբագրվում է, ինչը որ կա առհասարակ, որը որ մենք գիտենք այդ պատմությունը։ Սկսած պատմական այն կետերից, պատմական մեր այն հերոսներով, դուք նշեցիք շատ մի կարևոր պատմական մի հերոսի անուն Գարեգին Նժդեհի մասին։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ Գարեգին Նժդեհի հետ կապված, շատ եմ ասել, բայց կասեմ, քանի որ խոսքի մեջ եղավ, Գարեգին Նժդեհի ներկայացում մենք արեցինք Գոյ թատրոնում ու դրա համար Գոյ թատրոնը փակվեց։ Սա թող լինի ձեր այդ հարցի պատասխանը, թե ինչու այդ ֆիլմերը չեն նկարահանվում։ Հիմա եթե որևէ մի մասնավոր կինոարտադրող կարողանար արտադրել մի այնպիսի ֆիլմ, պատմական ֆիլմ, որը որ Գարեգին Նժդեհի մասին կլինի։ Մենք ունեցել ենք Գարեգին Նժդեհի մասին։ Ունեցել ենք, Հրաչքե Շիշյանը նկարել, վերջերս մենք նկարել էինք նաև կյանքու կռիվ ֆիլմ Արցախյան պատերազմի մասին, որը որ համատեղ էր եղել Շարմ ընկերության, Շարմ հոլդինգի եւ ՀՄԿ-ի հետ համատեղ, ու ՀՄԿ-ը փորձեց այնպես անել, որ այս Մհեր Մկրտչյանի ֆիլմն եք ասում։ Այո, որ այս ֆիլմը համացանցում չլինի, հետո հայտնվեց այսինքն միշտ նմանատիպ բաները խնդրահարույց են, դրա պատասխանը շատ պարզ է, այսօրվա իշխանությանը ձեռնտու չէ, որպեսզի այն սերունդը, ովքեր որ չգիտեն, ովքեր որ պիտի իմանան, նրանք թող չիմանան, որովհետև նորից եմ ասում, այսօրվա իշխանությունը այլ պատմություն է փորձում կերտել, այո, այլ իրական Հայաստան է փորձում խմբագրված, նույն պատմության գրքերից էջեր են բառից բուն իմաստով պոկվում 17-րդ էջից թռնում են 23-րդ էջ, որպեսզի մենք կարողանանք ժողովրդին այլ բան ներկայացնենք եւ այլն եւ այլն։ Դրա համար նորից եմ ասում, զարմանալ պետք չի, որովհետեւ մենք գիտենք այսօր ովքեր են իշխանության ղեկին։ Աստված տա մի օր կլինեն նորմալ իշխանություն, նորմալ երկրի համար մտահոգ մարդիկ եւ մենք էլ այս թեման չենք բարձրաձայնի, մենք կինոթատրոններում կտեսնենք այդ ֆիլմերը, միշտ հույսը կա, միշտ լավատես պետք է լինել, եթե չլինենք լավատես, մենք չենք ունենա արդյունք, ել չեմ ասում, պայքարենք, որպեսզի հասնենք մենք
այն ամենին, ինչը որ մեր ներսում գոնե կա մեր գենետիկայի մեջ որպես հայ տեսակ, գենոֆոնդի մեջ, որը որ կա դրված է, որ մենք իսկապես որպես արիացիներ, մենք որպես հայ մեր հողի վրա պետք է լինենք։ Դրա համար մենք գոնե պետք է ունենանք այդ լավատեսական վիճակը եւ փորձենք ձգտենք հասնենք այդտեղ։ Իդեպ թեմային անդրադառնանք նաև այլ կողմից, ես գիտեմ, որ Գոյ թատրոնը փակվեց Դանիել Դանիելյանի թեթև ձեռքով, նաև իր միջամտություն ունեցավ, բայց այսօր արդեն Կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության փոխնախարարը ուրեմն Տիգրան Վիրաբյանն է։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Ինքը որևիցե բան կփոխի մշակույթում, կինոյում, թատրոնում, արվեստում։ Մի փոքր շտկում անեմ, ոչ թե Դանիել Դանիելյանը իր ձեռքով փակեց, այլ Դանիել Դանիելյանը շարունակողն էր այդ ամեն ինչի հիմք դնողը։ Դա Արա Խզմալյանն էր։ Ահա։ Արա Խզմալյանը սկսեց գործը, էստաֆետը հանձնեց Դանիել Դանիելյանին եւ գնաց Դանիել Դանիելյանը փորձեց իրագործել այդ ամեն ինչը, իհարկե իր ղեկավարի եւ իր ընկերոջ Վարդան Մկրտչյանի աջակցությամբ։ Բայց այստեղ ամենագլխավոր մեղավորը ամեն դեպքում մեզ համար մնում է Սունդուկյան թատրոնի տնօրենը Վարդան Մկրտչյանը։ Բայց այս մարդիկ էլ սպառել են իրենց մասին խոսելու էլ կարիք էլ չկա։ Ամեն դեպքում կասեմ, որ Գոյ թատրոնը դեռ փակված չէ այն իմաստով, քանի որ դատարանում դեռ գործը կա, դեռ քննվում է, դեռ վերջնական ոչ մի բան չկա։ Իսկ ինչ վերաբերվում է Ինչ կարելի է սպասել Տիգրան Վիրաբյանից, Տիգրան Վիրաբյանը մինչև լինելը ԿԳՄՍ փոխնախարար կար մի ժամանակ մինչև Դանիել Դանիելյանի գալը խոսակցություններ էր պատտվում, որ ինքը այն ժամանակ պիտի գար, այսինքն Արա Խզմալյանից հետո ինքը պետք է լիներ։ Ես ունեցել եմ այդ ժամանակ այդ շրջանում իր հետ մասնավոր զրույցներ, որ եթե գաս մենք այս հարցը ոնց ենք փորձելու լուծել, մենք ունեցել էինք որոշակի, այսպես ասած, համաձայնություններ, թե մենք հարցը ոնց պետք է լուծենք, բնականաբար դրական էր լուծվելու։ Այո։ Բայց այդ շրջանում չեկավ Տիգրան Վիրաբյանը ԿԳՄՍ փոխնախարար, հիմա եկել է, բայց դեռ չեմ հանդիպել, չեմ հարցրել իր ողջությունը եւ նույն մտքին է, նույն կարծիքին է, նույն դիրքորոշմանն է, թե ոչ։ Ես ճիշտն ասած անկեղծ կգտնվեմ, կարծում եմ, որ հաստատ իր դիրքորոշումը փոխած կլինի այդ ամենի հանդեպ, որովհետև ով գալիս է իշխանության, գալիս է որոշակի մասով իշխանության, ոչ թե վարչապետի մասով, ենթարկվում է տեղի խաղի կանոններին։ Այո։ Բնականաբար որևէ սպասելիք Գոյ թատրոնի կամ առհասարակ հաջորդ թատրոն փակվելու մեջ չեմ կարծում, որ Տիգրան Վիրաբյանը պետք է չշարունակի կառավարության այն ծրագրերը, որը որ նախորդ գրվել են։ Չեմ կարծում, որ այլապես չէր գա, ցավոք էլ եմ ասում, ցավոք է ամեն ինչը, բայց որ Տիգրան Վիրաբյանը գոնե ունի ճաշակ, սա անվիճելի է, բայց գոնե կփորձեմ ասել իրեն այսպես հեռակա, որ եթե պիտի շարունակես դուրս արի մի շարունակի քո եթե որոշակի տոկոս ունես բարի համբավ գոնե իմ մոտ ունեցել ես այդ ամեն ինչը ինձ էլ մի կորցրա մյուսին մի կորցրա մի փորձի լինես իրենցից մեկը Եթե եկել ես այդտեղ սկզբունքային դրել ես քո խաղի կանոնները գնալու ես մինչև վերջ, ուրեմն կատարիր այդ ամեն ինչը, ել չեմ ասում Գոյ թատրոնի հարցը փորձի լուծել։ Դրանով դուք ունենաս ավելի շատ մեծ բանակ, քան այդ հարցը շարունակելով, որովհետև դու կորցնելու ես ավելի մեծ բանակ։ Ես վստահեցնում եմ Տիգրան Վիրաբյանը կունենա ավելի շատ մշակութային ոլորտում, ավելի շատ իրեն համախոհներ, որոնք որ ես կարծում եմ դա իր վաղեմի երազանքն է լինել ԿԳՄՍ նախարար, այդ մարդիկ կաջակցեն, որ ինքը լինի ԿԳՄՍ նախարար։ Ուրեմն դրա համար իրեն պետք է անել դրական քայլեր, որպեսզի ինքը ունենա այդ վստահությունը մշակույթի ոլորտի մարդկանց կողմից։ Լավ, Սարգիս, մենք ամեն դեպքում հույս ունենանք, որ իսկապես ձեր ասածով կլինի եւ Վիրաբյանը չի շարունակի
Դանիելյանի սկսած ուղին։ Սև գործը։ Սև գործը, այո։ Ուրախ էի, որ եկաք։ Ես էլ եմ ուրախ։ Երկար կարող ենք խոսել, ցավոք ժամանակի սղություն ունենք եւ հույս ունեմ եւս մեկ անգամ ձեզ տեսնել մեր տաղավարում, բազմիցս տեսնել մեր տաղավարում, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է, երբ մշակութային գործիչը չի վախենում, չի թաքնվում եւ չի խուսափում իր տեսակետը ասելուց։ Դա կլինի քաղաքականության մեջ, դա կլինի մշակույթում, դա կլինի անհատի հետ կապված։ Միևնույնն է, եթե դու մշակույթ ես ներկայացնում, եթե դու այդ մշակույթը պետք է փոխանցես սերունդին, ապա դու պետք է լինես ազնիվ, առնվազն քո առջև։ Այո, դու քո օրինակով պետքա ծառայես մարդկանց։ Այո, եթե դու առհասարակ մարդը կապ չունի մշակութային գործիչ է, թե պարզապես սովորական բանվոր է, մարդը առհասարակ պետք է լինի սկզբունքային։ Եթե սկզբունքային չի, ուրեմն այդ մարդը ինչ որ մի բան իր հետ են չի։ Իր այոն այո պետք է լինի, ոչը ոչ պետք է լինի։ Եթե սկսում ես դու արդեն որոշ հարցերի մեջ այսպես տարակուսել, բայց հիմա, բայց ոնց, բայց որտեղ է իմ շահը եւ այլն, այդ արդեն լավ չի որպես մարդ տեսակ։ Այդտեղ դու կորցնում ես քո դիմագիծը, քո մարդ կերպարը եւ դառնում ես ընդամենը զանգված։ Շնորհակալ եմ։ Եվ չդավաճանելով մեր սկզբունքները առհասարակ կհանդիպենք հաջորդ շաբաթ, խոստանում եմ։